Հայերը զիջելով թվաքանակով խուսափում էին դաշտային ճակատամարտերից։ Դրա փոխարեն Աշոտ Երկաթը կիրառեց շարժուն ջոկատների մարտավարությունը։ Նա թիրախային հարվածներ էր հասցնում հաղորդակցության ուղիներին, ոչնչացվում մեկուսացված կայազորները եւ անհետանում։ Աշոտ Երկաթը միտումնավոր արաբների ներքաշում էր դեպի անառիկ լեռնային ամրոցներ, Կաքավաբերդ, Գառնի, տանում էր հյուսիս դեպի Բոլնիս։ Ամեն անգամ արաբներին հայտնում էին. թագավորն այնտեղ է։ Յուսուֆը ահռելի ուժեր էր նետում պաշարման համար, կորցնում ժամանակ եւ մարդկանց, բայց Աշոտ Երկաթը անհետանում էր, թշնամուն թողնելով ձեռնունայն։ Այս ռազմավարության գագաթնակետը դարձավ 921 թվականի Սևանի ճակատամարտը։